ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը խոսել է տարածաշրջանում զարգացումների եւ խաղաղության հասնելու Հայաստանի ջանքերի մասին։ Նրա խոսքով Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները։ Գրիգորյանը հիշեցրել է, որ ինտենսիվ բանակցություններից հետո մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին, նշել, որ հայկական կողմը ցուցաբերել է համբերատարություն եւ անկեղծ հավատարմություն խաղաղության օրակարգին։ Հռիփսիմե Գրիգորյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև Բաքվի դիրքորոշումը։ Ցավոք Բաքու միակողմանիորեն արհեստական նախապայմաններ է առաջ քաշում։ Ավելին Ադրբեջանն ապատեղեկատվական արշավ է իրականացնում սահմանի երկայնքով հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ասել է ազգային ժողովի պատվիրակության անդամը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն էսկալացիայի ճանապարհով գնալու մտադրություն չունի, հակառակը Երևանը վստահության մթնոլորտ կառուցելու մի շարք տարբերակներ է առաջարկել Բաքվին, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննելու, սահմանային շրջաններից զորքերը հայելային հետ քաշելու, սպառազինությունները փոխադարձաբար վերահսկելու միասնական մեխանիզմի ձևաչափով։ Սակայն ադրբեջանական կողմը դեռևս որևէ դրական արձագանք չի տվել Երևանի առաջարկներին։ Հռիփսիմե Գրիգորյանը վստահեցրել է ներկաներին, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում կառուցելու վստահություն, հասնելու երաշխիքների հակամարտությունները վերջնականապես բացառելու համար։